Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Վլադիմիր Աշոտի Մելքոնյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1996 թվականի հունիսի 23-ին Գյումրիում։ Մանկուց աշխույժ էր, ընկերասեր, նաև ազնիվ և նվիրված երեխա։ Ունեցել է ծանր մանկություն, քանզի երբ 2 տարեկան է եղել, մահացել է արցախյան ազատամարտին մասնակցած հայրը։ Վերջինս պատերազմից հետո հիվանդացել էր շաքարային դիաբետով։ Վլադիմիրը մեծացել է անհայր, մոր և եղբոր հետ։ Սովորել է Գյումրու թիվ 27 Վազգեն Առաջինի անվան միջնակարգ դպրոցում։ Շատ էր սիրում նկարել, եղել է հարվածային աշակերտ, սովորել է մինչև 8-րդ դասարան, ապա ընդունվել է տեղի պետական տեխնիկական քոլեջը որպես մեքենավար։ Սիրում էր երաժշտություն, ռեպ կարդալ։ Միջոցառումներին մասնակցում էր այդպես։ Բանակ զորակոչվել է 2014 թվականի հուլիսի 2-ին Արցախ մատաղից։ Հնարավորություն է ունեցել ծառայել Հայաստանում, քանի որ բանակ զորակոչվելու ժամանակ ավագ եղբայրը ծառայելիս է եղել Իջևանում, սակայն չի համաձայնվել և խնդրել է, որ իրեն Արցախ ուղարկեն, որպեսզի տեսնի այն երկիրը, որի պատճառով առողջությունը կորցրել, ապա վաղաժամ մահացել էր հայրը։ Ինչ իմանար, որ քայլելու է նույն ճամփով, ինչ հայրը։ Իր իսկ բերանով ասում էր. «Ուզում եմ պապայիս ճանապարհով գնալ»։ Անգամ խոսք է բացվել չզորակոչվելու մասին, բայց նա ասել է. «Ես մամայի բալա չեմ, որ չգնամ։ Ես գնում եմ, հայրենիքի հանդեպ իմ պարտ կտամ»։ Նա միշտ գտնում էր, որ իսկական տղամարդը պետք է դիրքերում ծառայի, սահման պահի։ Այդպես էլ արեցիր, սիրելի հերոս։ Զորակոչվելուց 6 ամիս անց ընդգրկվել է հետախուզական ջոկատում, դրանից էլ 6 ամիս անց մասնակցել է սերժանտական դասերի և ստացել սերժանտի կոչում։ Նա հորից էր ժառանգել ուժեղ կամքը, մարտական ոգին։ Հերոսածին մայրը՝ տիկին Սվետան, ասում է. «Փոքրուց միշտ բակային խաղերի կազմակերպիչ է եղել, հատկապես կռիվ խաղերի։ Բակի ընկերների մոտ հպարտորեն ցույց էր տալիս հոր պատերազմի տարիներին վաստակած շքանշանները։ Ծառայության ընթացքում անվախ էր, քաջ, չէր վախենում ոչ մի տեսակի դժվարությունից։ Պարգևատրվել է բազում շքանշաններով, ծառայության գերազանցիկի շքանշանով, քաջարի մարտիկ շքանշանով և լավագույն զինվոր շքանշանով։ Մարտի 31-ին զանգել էր պապին ու ասել. «Պապի ջան, բան չմնաց, քեզ ձիգ պահի, շուտով կգամ ու ամեն ինչ լավ կլինի»։ Ես ինձ ձիգ պահեցի, բայց ինքը… Պապի ձայնը դողաց, աչքերը լցվեցին։ Սա եղել է նրանց վերջին զրույցը։ Հանգստացրել է նրանց, ասել, որ ամեն բան լավ է ու կարոտել է բոլորին։ Մայրիկին հորդորել է լաց չլինել, նշել է, որ 2 ամսից ծառայությունը կավարտի, կգա և կզբաղվի տան խնդիրներով։ Պատերազմից 1 շաբաթ առաջ էր տեղափոխվել Թալիշ։ Ապրիլի 1-ին ժամը 12:20 Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիրքերում հերթափոխի մեկնող ջոկի տղաներին դիրքեր բարձրացնելու ժամանակ նենք հակառակորդի դիպուկահարի մահացու գնդակը գտավ մեր քաջին, այն քաջին, որ բազմիցս կասեցրել է նույն հակառակորդի ներթափանցման փորձերը, գտավ ու փարվեց նրան։ Իրեն խփել են ու դրանից հետո
2 ժամ անց Թալիշը գրավել, առաջին զոհը նա է եղել, թեպետ մեր քաջերի շնորհիվ հաջորդ օրն անմիջապես Թալիշը հետ է վերցվել, բայց Վլադիմիր Մելքոնյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհն էր, մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, այսօր թիվ 27 դպրոցը, որտեղ նա է սովորել, ունի իր անունը կրող դասարան Փառքի անկյուն, իսկ դպրոցի բակում վեր է խոյանում խաչքար նվիրված նրա հիշատակին, ասում էր. «Մա ջան, ես շնորհակալ եմ իմ տատիկ պապիկից, որ ինձ պահել մեծացրել են, բայց ես իմ սեփական բնակարանն եմ ուզում, իմ անկյունը»։ Միտք ուներ, երբ զորացրվեր, գնար եղբոր Սամվելի մոտ արտագնա աշխատանքի, եղբայրը 15 օր էր, ինչ գնացել էր Հայաստանից դուրս աշխատելու, բայց նրա դեպքի մասին իմանալով էլի հետ է եկել Հայաստան, գնացել հերոս եղբոր դին բերել, երիտասարդ եղբայրն իր ձեռքով հողին հանձնի իրենից փոքր եղբոր դին, ծանր և ահավոր մի երևույթ, որ չունի սփոփանք, հերոսածին մայրը հպարտությամբ է ասում, որ որդին սիրում էր Արցախը, ապա պատմում է, որ ուսուցիչներն են գալիս ու պատմում Վլադիմիրի հայրենասիրության մասին, որն այնքան ընդգծված է եղել, որ խոսքերով նկարագրելն անհնար է, հերոսածին տիկին Սվետլանան ասում է. «Թող վիրավոր գար, միայն թե գար, սա մեծ դժբախտություն է մեզ համար, 19 տարեկան, այնքան դժվարությամբ եմ մեծացրել, շատ ընկերասեր էր, հայրենասեր, կարգապահ, չէր սիրում անախորժություններ, բոլոր տեսակի խնդիրները հարթում էր, կապը հիմնականում եղբոր հետ էր, 3 տարի չէին տեսել իրար, ավաղ կարոտել մնացին, մորաքույրը Սիրանուշ Ազատյանն իր ցավն արտահայտում է բանաստեղծության տեսքով. «Ուր է իր Աստված, երբ անօրեն թուրքի գնդակից խոցված 19-ամյա քաջ հայորդին արյունակամ լինելով փրկություն էր աղևսում, թուրք խուժանը սպանեց հերոս առյուծին, որ կարողանա տիրել Թալիշին, սակայն հերոսները շատ էին ու անպարտելի, արյունախումի երազանքը մնաց անհասանելի, Վլադիմիրն ուներ սիրած աղջիկ, նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո աշխատել, գումար վաստակել, ընտանիք կազմել, սակայն բազմաթիվ երազանքներ անկատար մնացին, նա հայրենիքը վերդասեց ամեն ինչից, հետմահու պարգևատրվել է Արցախի մարտական ծառայություն, Մատաղիսի արիություն, Քաջարի մարտիկ, Հայոց բանակի գերազանցիկ, երկրապահ հայրենիքի պաշտպանության համար մեդալներով, ահա այսպիսին էր մեր հերոս Վլադիմիր Մելքոնյանը, ում առաջ պատվի եմ առնում և խոնարհվում։